Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 10-րդ գլուխ Ամնոն եւ Թամար։ Ատկե ետք Սաբադահեցավ։ Դավիթի որդին Աբիսողոմ քեղեցիկ քույր ուներ, որուն անունը Թամար էր։ Դավիթի որդին Ամնոն զայն սիրեց։ Ամնոն իր քրոջ Թամարի սիրույն համար հիվանդանալու չափ դակնաբեցավ։ Արտարև անգույս մներ եւ անոր որևէ բան ընել Ամնոնի խրտին գտվեր։ Ամնոն Հովնաթապ անունով բարեկամ ուներ, որ Դավիթի եղբոր Սամայի որդին էր։ Հովնաթապ շատ խորակետ մարդ մներ եւ անոր ասավ. Ով թագավորի որդի, դու ինչու այդպես արդվնե արդու գհալիս, բաջարը ինձի չես իմացներ։ Ամնոն անոր ասավ. Ես իմ եղբորս Աբիսողոմի քրոջ Թամարի սիրահարած եմ։ Հովնաթապ անոր ասավ. Անգողինիդ մեջ բարգե ու քեզ հիվանդ սևացուր, ու երբ հայրդ քեզ դեսնելու կա անոր ասե. Գաղերսեմ, իմ քույրս Թամար ինձի թողկա ու ինձի հաց գերցնե, իմ աչքերուս արջև գերագուր թող պատրաստե, որբեսի դեսնեմ եւ անոր ցերքեն ուդեմ։ Ամնոն բարգեցավ ու զինք հիվանդ սևացուց։ Երբ թագավորը զինք դեսնելու եկավ, Ամնոն թագավորին ասավ. Գաղերսեմ, իմ քույրս Թամար թողկա, իմ աչքերուս արջև երկու փլիտ պատրաստե եւ անոր ցերքեն ուդեմ։ Դավիթ դունը մարդ ղրգեց Թամարի ասելով. Այժմ եղբորդ Ամնոնի դունը կնա ու անոր գերագուր պատրաստե։ Թամար իր եղբոր Ամնոնի դունը կնաց, ան բարգած էր։ Խմորի զանգված արավ, շաղեց եւ անոր արջկերուն արջև փլիտներ պատրաստեց ու եփեց։ Հետո դաբագ արավ եւ անոր արջև բարբեց, բայց ան մերժեց ուդել։ Ամնոն ասավ. Կովես ամեն մարդ դուրս հանեցեք։ Ամեն մարդ անոր կովեն դուրս ելավ։ Ամնոն Թամարի ասավ. Ներքին սենյակը բեր գերագուրը, որբեսի ցերքետ ուդեմ։ Թամար պատրաստած փլիտները արավ ու իր եղբոր Ամնոնի տարավ ներքին սենյակը եւ անոր մոդեցուց, որբեսի ուդե։ Իսկ Ամնոն զինք բռնեց եւ իրեն ասավ. Եգուր քույրս, ինձի հետ բարգե։ Ինք անոր պատասխանեց. Ոչ, եղբայրս, զիս մի բռնապարեր, արդարև Իսրայելի մեջ այդպիսի բան չլար, այդ անսկամությունը մի աներ։ Ես իմ նախադինքս ուր պիտի դանիմ, թունալ Իսրայելի մեջ անսկամներեն մեկուն վես պիտի լաս։ Հիմա գաղերսեմ, թագավորին խոսե, ան պիտի չմերժե զիս քեզի տալ։ Բայց Ամնոն անոր խոսքը չուզեց մտիգնել, հաբա անգե զորավորը լալով զայն բռնապարեց եւ անոր հետ բարգեցավ։ Հետո Ամնոն զայն չափազանց ադեց, այնպես որ անոր հանդեպ ունեցած ադելությունը ավելի մեծ էր, քան անոր հանդեպ ունեցած սերը։ Ամնոն անոր ասավ. Գանքնե եւ քնա։ Անալ իրեն ասավ. Բաջար չգա, զիս վդարելով այս ըրած չարիքդ ավելի մեծ է, քան մյուսը, որ ինձ երիր։ Բայց Ամնոն անոր մտիկ ընել չուզեց, հաբա իրեն զարայող իր սպասարգուն կանչեց եւ ասավ. Այժմ ասիգա կովես դուրս անե ու յետևեն թուրը գղբե։ Թամար վրան բազմակույն բատմուջամ ուներ, քանի որ թագավորին գույս աղջիկները այսպիսի բարեկոտ կհակնեին։ Ուստիս իր սպասարգուն զայն դուրս անեց ու յետևեն թուրը գղբեց։ Թամար մոխիր արավ եւ իր գլուխին վրա ցանեց։ Իր վրայի բազմակույն բատմուջանը բադրեց, ցերկը գլուխին վրա դրավ ու աղաղաղելով քնաց։ Անոր եղբայրը Աբիսողոմ անոր ասավ. Արդյոք եղբայրդ Ամնոն քեզի հետ եղավ։ Հիմա քույրս լուր գեցիր։ Անիկա քու եղբայրդ է, այս բանին ուշադրություն մի դարձներ։ Ուստի Թամար ընջված մնաց իր եղբոր Աբիսողոմի դունը։ Դավիթ թագավորը այս բոլոր բաները լսելով շատ փորփոքեցավ։ Իսկ Աբիսողոմ Ամնոնի հետ ոչ լավ, ոչ ալ քեշ կերպով խոսեցավ, քանի որ Աբիսողոմ Ամնոնը գադեր իր քույրը Թամարը լլգելուն համար։ Աբիսողոմի վրեժը։ Լման 2 տարի անցնել է ետք, երբ Աբիսողոմի ոչխարները Եփրեմի մոտ եղող Փահաղ ասորի մեջ կխուզեին, Աբիսողոմ թագավորին բոլոր որդիները հրավիրեց։ Նաև Աբիսողոմ թագավորին քնած եւ անոր ասավ.
ահա այժմ քու ծառայիդ ոչխարները գխուզեն, գաղերսեմ, թագավորն ու անոր ծառաները քու ծառայիդ հետ թող երթան։ Թագավորը Աբիսողոմի ասավ. ոչ, որդիս, այժմ բոլորս չերտանք, որբեսի քու վրա ծանրություն չլանք։ Աբիսողոմը ստիպեց, բայց Դավիթ երթալ չուզեց ու զինք օրհնեց։ Աբիսողոմը ասավ. եթե ոչ գաղերսեմ, իմ եղբայրս Ամնոն մեզի հետ թող գա։ Թագավորը անոր ասավ. անիգա ինչու քեզի հետ երթա։ Բայց Աբիսողոմ զայն ստիպեց, ուստի Ամնոնը եւ թագավորին բոլոր որդիները իրեն հետ ղրգեց։ Աբիսողոմ իր սպասավորներուն պատվիրեց. այժմ նայեցեք, երբ Ամնոնի սիրտը քինիեն զվարթանա ու ես ցեզի ասեմ Ամնոնը զարգեք, զայն մերցուցեք, մի վախնակ, ես չեմ որ ցեզի պատվիրեցի, ուժովցեք եւ գդրիջ եղեք։ Աբիսողոմի սպասավորները Աբիսողոմի պատվիրածին համաձայնին Ամնոնի։ Թագավորին բոլոր որդիները ոտքի ելան ու փախան, յուրաքանչյուրը իր ճորին հեծնելով։ Մինչ անոնք ջամփան էին, Դավիթի լուր բերվեցավ ասելով. Աբիսողոմ թագավորին բոլոր որդիները մերցուց եւ անոնցմե ոչ մեկը մնաց։ Թագավորը ոտքի ելավ, իր հագուստները պատրեց ու քեդինը բարգեցավ։ Անոր բոլոր ծառաները անոր շուրջը գայնեցան, իրենց հանդերձները պատրած։ Հովնաթափ Դավիթի եղբոր Սամայի որդին ասավ. իմ դերս թող չգարձե թե բոլոր երդասարտները թագավորին որդիները մերցուցին, քանի որ միայն Ամնոն մեռած է, արդարևասիկա Աբիսողոմի հրամանով որոշված էր այն օրեն ի վեր, երբ ան իր քույրը Թամարը լլգեց։ Ուստի հիմա իմ դերս թագավորը թող չդակնաբի, գարձելով թե թագավորին բոլոր որդիները մեռան, արդարե միայն Ամնոն մեռած է։ Աբիսողոմ փախավ, երբ Դավիթի թեդը եղող երդասարտը աչքերը վերցուց ու նայեցավ, ահա իր ետևեն լերանքովեն հուշ շատ ժողովուրդ կուքար։ Այն ադեն Հովնաթափ թագավորին ասավ. ահա թագավորին որդիները կուքան, ինչպես ծառատ ասավ, այնպես եղավ։ Մինչ ան իր խոսքը գավարդեր, ահա թագավորին որդիներ եկան եւ իրենց ցայնը բարձրացնելով լացին։ Թագավորն ալ ու իր բոլոր ծառաները թարնաբես լացին։ Աբիսողոմ փախավ ու Քեսուրի թագավորին Ամյութի որդիին Թոլմիի քնած։ Իսկ Դավիթ ամեն օր իր որդին համար գսկար։ Երբ Աբիսողոմ փախավ եւ Քեսուր քնած, հոն 3 տարի մնաց։ Դավիթ թագավորը գփապակեր դուրս ելել Աբիսողոմի մոտ, որովհետեւ Ամնոնի մասի մխիթարված էր, քանի ան մեռած էր։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։